Բարի սիրելի հետևորդներ, ոնց եք, բարի օր թող բացվի, բարի լույս թող բացվի։ Գիտեմ հիմա ձեզանից շատերը կոֆեն դրել է ու այժմ են կոֆե խմում, որ գնա աշխատանքի։ Եկեք միասին կոֆե խմենք, խոսենք, տեսնենք ինչ կա չկա։ Շուտով ամանորն է, նոր տարին է։ Բոլորս էլ պատրաստվում ենք, ուզենք թե չուզենք, այդ տոնը բոլորն էլ նշում են, ամեն մարդ իր կարողությունների չափով, ամեն մարդ իր գրպանի չափով։ Ճիշտ է, ամեն օր էլ ինչ որ դնում ենք ամանորյա սեղանին, ամեն օր էլ առնում ենք, ուտում ենք, պատրաստում ենք։ Առաջվա նոր տարին էր մի տեսակ, ոնց ասեմ, հետաքրքիր, թե հիմա մենք երեխա էինք, կային ուտելիքներ, մրգեր, կերակրատեսակներ, որոնք հատուկ այդ օրվա համար էին պատրաստում, նույնիսկ մրգերն էին հենց այդ օրվա համար նախատեսված, երբ փոքր ժամանակ նոր տարին մոտենում էր, մենք արդեն պատկերացնում էինք մանդարին, մի խոսքով հետաքրքիր էր շատ։ Հիմա ամեն ինչն էլ կա, լի ու բոլ, մի տեսակ անհետաքրքրություն է մտել, թե նորից եմ ասում, մենք ենք մեծացել, բայց փոքրերի համար շատ հետաքրքիր է։ Ինձ թվում է դա տարիքի հետ է կապված։ Դեռ ոչ մի գնումներ չեմ արել, ես սիրում եմ վերջին օրերին իմ գնումները անեմ։ Գրեթե ոչ մի բանն էլ չի թանկանում։ Տեսնենք ամսի 20-ից տենց քիչ-քիչ գնումներս կկատարեմ։ Եղանակը մռայլ ատխուր, երևի ամբողջ գիշեր անձրև հաստատ է եկել, ձյան մասին էլ չեմ խոսում։ Ութա որ դուրս գամ պատշգամբ, տեսնեմ։ Լիլիթն էլ էսա կարթնանա, որ գնա դասի։ Լավա տրանսպորտով են գնում, հատուկ տրանսպորտ կա, երեխաներին տանում է դպրոց ու բերում է, այդ մի բանը լավ է, թե չէ դպրոցը կարելի ասել այն վերջնամասումն է, այն մի ծայրն է վայքի, այդ մի բանով լավ է, առաջ որ չկար ես անձրևոտ եղանակին, ցրտին տաքսիներով էին գնում, շենքի երեխաները հավաքվում, տաքսիներով գնում էին։ Դա իհարկե մի պահ էր, բայց հիմա ասում փառք լավ է, տրանսպորտով են գնում, հեշտացել է։ Ու գնալով էլի նորից համեմատում եմ մեր ժամանակվա հետ, մեր ժամանակ դպրոցն էլի հեռու էր, դե գյուղում ապրում ես, կարող է գյուղի այն մի ծայրից գաս մյուս ծայրը, բայց դե մենք էլ ոտքով գնում էինք եւ այդ տարիներին հիշում եմ այն ինչքան ձյուն էր գալիս, այն ինչքան ձյուն, որ մեջը կարող էր խրվել ու մնալ։ Հիմա վերացել է, նետել է վերացել, փոխվել։ Թրջվելով այնքան շատ էր, բարձր էր, մանավանդ որ նոր եկած ձյուն էր ու տենց ոտնահետքեր չկար, ճանապարհ բացած, ձյունը լցվում էր սապոգների մեջ ու թրջված թաց գնում էինք դասի, բայց արի ուտես, որ չէինք հիվանդանում, չէինք մրսում։ Չեմ հիշում ունես դեպք երեխա ժամանակ, որ ասեն, վայ վիրուս է, երեխաները գրիպ կպած լինեին, մնացած լինեին տանում, նման դեպք չկար։ Ամբողջ օրը ձյան մեջ թավալվում էինք, ձնագնդի էինք խաղում, գլորվում էինք, սահում էինք, նույնիսկ սահնակներն էին շատ քիչ, տենց ցելոֆան էինք դնում ու սահում էինք, թաց, ջուր, գալիս էինք տուն, բայց չէինք հիվանդանում, ինչ գրիպ, ինչ վիրուս։ Այսօր արթնացել եմ ու մանկության քաղցր հուշերն եմ միտս ընկել իմ հասակակիցները, ովքեր ինձ հասակակից են,
եւ մեծ են նույնիսկ իրենք կհիշեն։ Փոքրերը այս նոր սերունդը նման բաներից գաղափար չունի, նույնիսկ դյունա գալի չեն էլ իջնում խաղան, ալարում են։ Հետաքրքիր ամբողջ օրը հեռախոսները կվերցնեն, կմտնեն հեռախոսներով ինչ-որ բան կնայեն։ Նման բաները արդեն վերացել է։ Պարտադիր ձմեռ պապի պետք է սարքեինք, ցախավելն էլ պետք է դնեինք ձեռքի կողքը, մի հատ դույլ էինք շրջում գլխին որպես գլխարկ, քթի տեղը գազար էինք տանում դնում, հետաքրքիր էր։ Մեր շարֆը կարող է փաթաթեինք անոցին։ Ինձ կարող են գրել այն մարդիկ, ովքեր ապրել են նման մանկություն, ունեցել են հետաքրքիր ձմեռներ, հետաքրքիր ձմեռ, այո, թող ինչ էլ անենք, առողջ լինենք, ինչ եմ ուզում ասեմ, որ ուրախ նոր տարի գա Տեր Աստված, ամեն օր Աստծուն փառք տանք, լույսը բացվելու համար, մութը ընկնելու համար, օրը վերջանալու համար, ուրախ ու անփորձանք թող անցնի մեր օրը։ Խոսեցի, կոֆես խմեցի ու պատկերացրեք ինձ չզանգեցին էլ։ Հետաքրքիր է, չէ՞ սա, հետաքրքիր ինչ է, ով կարող է ասել, ալոճն է, ալոճը, սիրուն է, ես սիրում եմ բնության այս հրաշք բաներով զարդարել տունը։ Մոռանաք բաժանորդագրվեք ու լայքեք, պարտադիր սիրելի հետևորդներ, դա իմ խնդրանքն է, որ հավանում եք իմ վիդեոն, իմ վլոգը, իմ տեսանյութը հավանում եք, նայում եք եւ ես կխնդրեմ, որ ձեր կողմից արժանանամ լայքերի։ Դա ինչու եմ ասում, որ իմ ալիքը տարածվի, ավելի շատ հետևորդներ ունենամ ու դուք էլ ինձ հետ, չգիտեմ, միասին այս ամռանը հասնենք 100,000-ի։ Դա տեսնենք Աստծուց առաջ չընկնենք։ Տեսեք, ես ինչքան շուտ եմ արթնացել, որ ձեզ հետ կոֆե դրեցի, խմեցի, ձեզ հետ զրուցում եմ ու կարայմ, չէ, պարկեին, քնեին, բայց վախ կա մեջս, որ կուշանամ, թե ինչից կուշանամ, կարող եմ տրանսպորտով էլ գնալ, բայց դե ահագին ճանապարհ ոտքով գնում եմ, այս անձրևին ցրտ Ինդիանը մի քիչ հաճելի չի։ Իհարկե, եթե ձյուն գար, հաճելի կլիներ, անձրևին դե թռչում ես, հետաքրքիր է, չէ, ձյունն էլ, անձրևն էլ ջուր են, ձյունն էլ կհալվի, ջուր կդառնաս, բայց ձյան տակ մնա հաճելի է, անձրևի տակ մնալը թռչվում ես։ Նայեք, ինչքան լավ, փայլուն, լավ շարոց է, շարոց չէ։ Ոչ ճաքել է, ոչ էլ են։ Կկախեմ այստեղից թող մնա։ Արդա ժամանակ հավես ունենա, հավեսներիս ինչ ա եղել, կլորիկ հարմար շարոցներ, փոճուրիկ։ Ասա դե շուտ լույսը վառի էլի։ Ամանները դասավոր է։ Ինչ գործ էլ անեմ, իմ օգուտն է։ Եկա գործից հետո եմ գալու դասավորեմ, ավելի լավ է։ Հիմա դասավորեմ։
Երևի ամբողջ գործերս կանեմ։ Այստեղ ամեն մի բանը իր տեղում։ Ահա։ Խոհանոցային գործն է վերջացրեցի, գնամ արդեն ինձ թվում է շուտով ինձ կզանգեն, պատրաստվեմ, ինձ ինչ որ պետք է վերցնեմ, պայուսակ, իրեր ու գնամ, կհանդիպենք տանը, երբ որ աշխատանքից գամ։ Էցին, տանն եմ և աշխատանքից էլ վերադարձել եմ, վերադարձա ու անմիջապես խոհանոց, հավի ուսերը դրել եմ, որ խաշվի, ջրալի ճաշ պատրաստեմ, չգիտեմ երևի վերմիշելով կամ մակարոն վերմիշելով, մի խոսքով իրենց ուզած ճաշը թող լինի, մի քանի գնումներ եմ կատարել, դրանք բացեմ, են որ իմ գնումները չի երև, ամեն օր քիչ-քիչ առնում եմ, գնում եմ ու չի երևում գնումները, օրվա հետ ասել եմ խանութները մոտ են, կարիք չկա լիքը առնել, բերել, լցելու ու փչացնելու, մատնակաշ, հենց նոր խանութում տեսա նոր էին ստացել էկլեր է, փորձենք, կփորձենք շուտով, այստեղ մարոլ է, վարունգ եմ վերցրել, սա ինչպես միշտ իմ կտրոնը, ուր գնում եմ, կտրոնները վերցնում եմ, կանաչիներ, լավ կանաչիներ են ու համեն պետրուշկա, սրանք կլվանամ, կմաքրեմ, բանկայով կդնեմ նորից սառնարան, տեսակ, չէ իշքան երկար մնաց։ Սեղանը սրբենք ու փորձենք էկլերը։ Լիլի տարի էկլեր կեր։ Ձեռքերս էլ լվամ, հենց նոր ստացել էին, վերցրեցի։ Արի, սիրում ես, չէ էկլեր։ Չնայած մերին որոշել է, որ գա էկլեր պատրաստի։ Վերցրու կեր, փորձի, անապսեն։ Անցնեմ իմ գործերին։ Այստեղ կացան լվանամ։ Հետո էլ ես կանաչի մանաչին։ Ես մի հատ փրփուրը Դե ինչպես միշտ իմ հեշտ ու արագ տարբերակը։ Սոխը մաքրել, լվացել եմ, այսպես խորանարդիկների եմ բաժանում, հեշտ այսպես։ Փոքրիկ կտորներ ա լինում, առանց տախտակի։ Մեկը ոնց էլ անենք, ձեռքերի օգնությամբ են կտրատելու։ Ոմանք կարող են գրել, վայ, ձեռքով կտրեց, տախտակի վրա ոնց են կտրում, ինչով են կտրում, դելի ձեռքերով, ինձ այսպես է հարմար, արագ հեշտ։ Երևի նկատած կլինեք, թե ես ինչքան շատ եմ օգտագործում սոխը, այո, շատ, տևեց, իր տեղը թող զիջի այս կաթսային։ Դա թող տապակվի, ես կարտոֆիլն էլ կտրեմ ձեռքի հետ։
Ճաշը պատրաստ եմ, որ Աշոտը գա, նստենք, հաց ուտենք։ Տոմատ ունեմ, դածում եմ պահած օբացեմ, թե չէ, միշտ տարբերություն տոմատ կլցնեմ։ Ես ջուր լցնեմ մի փոքր եռա։ Կարմիր պղպեղ և տոմատ։ Կարտոֆիլը, մի փոքր ջուր, արդեն եռաց այս ջուրը։ Երկու րոպե թող կարտոֆիլը այսպես եփվի։ Իհարկե փակ վիճակում։ Եվ հիմա ես հավի ուսերը հերթով կգցեմ։ Արգանակը չեմ օգտագործում։ Եռացրած ջուրը։ Իհարկե էլ եմ հեսա եռացնելու։ Թող այս եռա, ես էլ ջուր եռացնեմ նորից։ Սա հայտնի ժամանակ է արդեն եռում է և ջուրն էլ եռած, ճիշտն ասած սպասում էի, որ ջուրը եռար լցնել։ Այս մի թեյի գթալ, մի քիչ էլ ավել, հետո էլի ընթացքում հեսա ստուգեմ ու ավելացնում եմ մակարոն և այս բանտիկներից խառը Citrон լցնեմ, թարմը կանաչի էլ դե կա, եթե ցանկանամ վերջում կկտրատեմ։ Այսի սենց։ Իմ ձեռքում է ամեն ինչը։ Անցա այստեղ։ Այստեղ տեսնենք ինչ է կատարվում։ Այստեղ դե արդեն գիտեք։ Այս կանաչիները մաքրեմ, լվանամ, լովն են, չէ, պոտկյոթշիկ մի հոտը, դե սրանք արդեն պարզ է սրանց ոնց են աճել, ինչպես են աճել, ցողուններից բաժանում եմ, որովհետև իրանք շատ են ու տեսեք արդեն իրանց երկար, երբ որ պահում են ջրի մեջ, ինքը սկսում է մի տեսակ նեխել, փչանալ, տեսեք այս պետք է գցվի, ես քանի որ կանաչի մշակել եմ, դրա միջով էլ անցել եմ, գիտեմ ինչ է այդպես եղել, երբ որ կապում են, պետք է անպայման կապելուց հետո դնեն ջուրը, որ ինքը ինչ լինի, դնեն ջուրը, որ թառամած է լինում, որ վերականգնվի, եթե երկար են թողնում, ապա այս արդյունքին է հանգեցվում, այսպես է լինում, հիմա ես էլ պետք է լավ արագ շուտ լվանամ ու հանեմ, իհարկե այս կտորները մի հատ գցենք, աշխատենք, որ ինչ անենք, խոհանոցը չկեղտոտենք, տեսեք մառոլն էլ,
Էլի տերևները Սա լվացի։ Լվացի մի քիչ մառոլ է ինչ էր, բայց հիմա ես աղցանք սարքեմ, երկար չեմ պահի, որ մնա։ Թողեցի սա։ Կտրատել եմ կաղան, մառոլ, կանաչիներ ու հիմա վարունգը։ Աղցան եմ պատրաստում։ Ես լցնում եմ աղցանին աղ, սև պղպեղ, բուսայուղ, մի լավ ահագին հատ սախարնենք, տեսնենք ինչ է կատարվում, մեր աղցանը սպիտակ ու կանաչ է, սպիտակ կանաչ, պարզ, հեշտ ու հասարակ, միևնույն ժամանակ վիտամիններով հարուստ։ Եվ որոշեցի աղցանին մի քիչ թթվասերել ավելացնել, ավելի համեղ լինելու համար։ Ես այսպես աղցան պատրաստել եմ ու ասեմ խաշած կարտոֆիլ եմ կտրատել, լցրել, շատ համեղ է եղել։ Սա էլ աղցանը։ Այստեղ տեսնենք ինչ է կատարվում։ Սինի վրա փռել եմ մաքուր սրբիչ ու կանաչիները այսպես ես դրեցի, այստեղ պետք է մնա, ջրքանվի, որ իրենց պահեմ բանկային մեր սառնարանում, պարտադիր պետք է ջրքանվի, սենց այսպես թաց եղավ, ինքը կսևանա, հիշեք, թող չորանա, մառոլն էլ, ինքեր տեսելի արել, բայց ես ելի հետևորդներ, ոնց է խամյակ, Լիլիթը իրա խամյակին բերեց, ինքան շատ ասիրում, տարենկոմ էտ կանաչին, կուտես, չէ դիտրվար ուտում է, հենա ուտում է, ինքը կաղամ, մարոլ, նույնն է, թող ուտի, տար ընդ է, մի դիրստը, տար, ճաշը պատրաստամ, F6, ու հա Աշոտ ջան եկար ու ասեմ, որ Աշոտն է եկավ, նստենք մենք մեր հացը ուտենք, կարևորը որ այս ճաշից բոլորը սիրում են,